Տիկին Ղազարյան այսօր վերջին օրն է, հա, ընդհանուր առմամբ ձեզ քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեխնացուն ինչպես անցկացրեց իր քարոզարշավը ու տպավորությունները ինչպիսին են։ Ես շատ բարձր եմ գնահատում քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեխնացուի եւ ամբողջ մեր փառաքարի թիմի աշխատանքը, կարծում եմ, որ անհոգնել աշխատեցին այս ամբողջ ընթացքում առանց մի վայրկյան իսկ հանգստանալու եւ այն ջանքը եւ աշխատասիրություն, որ ցույց տվեցին մեր թիմակիցները շտաբի աշխատանքների ընթացքում, վստահ եմ, որ նաեւ կիրացվի համայնքի աշխատանքների ժամանակ, չնայած պարոն Գյուլնազարյանն արդեն ճանաչում եմ փառաքարցիները եւ գիտեմ, որ ջանասեր եւ աշխատասեր մարդ է ու չի խնայում իր ժամանակը եւ ջանքը համայնքի զարգացմանը ներդնելու համար։ Տեսնում ենք, որ այսօր շատ մարդ է հավաքված, սա ապացույցն է նրան, որ փառաքարցիները վստահում են եւ մարտի 30-ին ընտրելու են զարգացումը։ Իհարկե, սա նույնպես, բայց մարտի 30-ի արդյունքները վստահ եմ, որ ցույց կտան, թե ինչպիսի աջակցություն ունի քաղաքացիական պայմանագիրը փառաքարում։ Դուք գիտեք, որ նախորդ շրջափուլում մենք ստիպված էինք կիսել, պարտականությունները այլ կուսակցության հետ, սակայն այդ ընթացքում մենք հնարավորինս արդյունավետ փորձել ենք ցույց տալ մեր հնարավորությունները եւ թե ինչպիսի աջակցություն, ինչպիսի աշխատասիրություն եւ ինչպիսի թիմ կարող ենք ունենալ համայնքում, եթե մեզ ընտրեն եւ ես կարծում եմ, որ ոչ միայն քարոզարշավի վերջին մի քանի շաբաթները, այլ նաեւ ամբողջ այն տարիները, որոնք անցկացրել են թե պարոն Գյուլնազարյան, թե ամբողջ մեր փառաքարի թիմը այստեղ աշխատելու ընթացքում համայնքում իրենց արդյունքը ցույց կտան արդեն մարտի 30-ի երեկոյան ընտրությունների արդյունքն ամփոփելիս։ Գյումրիի վերաբերյալ Գյումրիի մասով տեսնում ենք, որ ընտրակաշառքների վերաբերյալ ձայնագրություններ են լինում, բացահայտվում, դեպքեր են բացահայտվում։ Փառաքարի մասով կարծես այդպիսի դեպքեր չկան, բայց ըստ ձեզ այս համայնքում արդար տենց մրցակցություն կլինի։ Ես չէի շտապի եզրակացություններ անել եւ վերջնական գնահատականներ տալ քարոզարշավի ընթացքի վերաբերյալ, կան դիտորդական առաքելություններ, կան քաղաքացիներ, որոշ անհանգստացնող ահազանգեր մենք լսել ենք, որոնց ստուգության վերաբերյալ ես չեմ կարող հիմա պնդում անել, հույս ունեմ, որ նաեւ ամբողջ իրավապահ համակարգը կհետևի ընտրությունների արդար անցկացմանը, որը իրենց հիմնական խնդիրն է քարոզարշավների եւ ընտրությունների ընթացքում, այսինքն իրենց միակ խնդիրն է ապահովել արդար եւ մրցակցային քարոզարշավ եւ ընտրություններ եւ հույս ունեմ նաեւ խնդիրներ չեն առաջանա հենց ընտրությունների օրը, թեև հենց քաղաքացիական պայմանագրի շտաբում կգործի թեժգից ընտրախախտումների վերաբերյալ կամ որևէ անհանգստացնող դեպքերի վերաբերյալ մենք կընդունենք ահազանգեր եւ կփորձենք օպերատիվ արձագանքել, որպեսզի հնարավորինս տեղ հասցվի քաղաքացիների քվեն եւ առանց որևէ խնդիրների ունենանք արդյունքներ, որոնց կհավատան եւ քաղաքացիները եւ քաղաքական ուժերը կտեսնեն, որ դա իրենց ըստ էության վարկանիշն է ցույց տալիս։ Մամուլում ավելի ճիշտ ընդդիմադիր դաշտից տեղեկություններ են տարածվում, որ այսօրվա հավաքին քաղաքացիական պայմանագիրը բերել է, այսպես ասած, իր մարդկանց, պետական կառույցներից եւ այլ տեղերից այս տեղեկություններին ոնց կարձագանքեք։ Դեք, եթե հաշվի առնենք, որ ես քաղաքացիական պայմանագրի մարդն եմ եւ եկել եմ այս հանրահավաքին, բնականաբար դա տրամաբանական եզրահանգում կլինի, ես ինքս գիտեք, որ փառաքար համայնքի բնակիչ չեմ, բայց գտնում եմ այս համայնքի հանրահավաքին, եկել եմ աջակցելու մեր տեխնացուին, որովհետեւ նաեւ ամբողջ ընթացքում աշխատանքային խմբով աշխատել ենք թե քարոզարշավի տրամաբանության ռազմավարության եւ թե մնացած հարցերի շուրջ եւ ես տարօրինակ չեմ համարի, եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցության այլ կազմակերպություններից նույնպես այստեղ մարդիկ լինեն, որովհետև մենք մեր թիմակցին աջակցում ենք, թիմակիցներին աջակցում ենք թե այստեղ, թե Գյումրիում, թե որևէ այլ համայնքում, եթե նման իրադարձությունը տեղի ունենա, մենք կփորձենք նրանց կողքին լինել եւ ցույց տալ մեր աջակցությունը։ Դուք գիտեք, որ մի մեծ պատվիրակություն էլ քաղաքացիական պայմանագրից մեկնել է Գյումրի եւ այսօր այնտեղ նաեւ Սարիկ Մինասյանն են իրենց աջակցություն ցույց տալիս։ Ես այդտեղ ոչ մի տարակուսելի բան չեմ տեսնում, եթե առավել եւս խոսքը քաղաքացիական պայմանագիր կուսակցության տարածքային կազմակերպությունների մասին է, տարբեր կազմակերպությունների մասին է, այդուհանդերձ եթե ինչ-որ մարդիկ այստեղ հայտնվել են մամուլի պնդումներով իրենց կամքին հակառակ, ես խորհուրդ կտայի այդ
հաղորդումներ ներկայացնել իրավապահ մարմիններին, որովհետև ինչպես գիտեք, դա քրեական օրենսգրքով բաժելի արարք է, այլ հարց, եթե մարդիկ իրենց թեկուզ ուրիշ համայնքներից կամ ուրիշ տարածքներից իրենց սեփական կամքով եւ որոշումով հայտնվել են այստեղ, ինչպես օրինակ ես, իսկ մնացած դեպքերը գիտեք քրեորեն բաժելի են, ինչպես մարդկանց ստիպելը որևէ հավաքի, քաղաքական հավաքի մասնակցելը, այնպես էլ մարդկանց արգելելը որևէ հավաքի մասնակցելը եւ եթե կան նման ահազանգեր նույնպես, եթե օրինակ որևէ բիզնեսի կամ կազմակերպության աշխատակիցների արգելվել է մասնակցել այս հավաքին, դա նույնպես քրեորեն բաժելի արարք է, քրեական օրենսգրքով սահմանված, խորհուրդ կտամ այդ մասին հաղորդել իրավապահ մարմիններին։